Բարի երեկո, հրատապ ու հասարակությանը հուզող հարցերի պարզաբանմամբ օրակարգն է Արցախի հանրայինի եթերում։ Արցախի շրջափակման 45-րդ օրն է, այս ընթացքում մոտ 120,000 արցախցիների սպառնում են մի շարք անվտանգային հարցեր, այդ թվում եւ էներգետիկ անվտանգության։ Այս եւ այլ հարցերի պարզաբանմամբ այսօր տաղավար ենք հրավիրել Արցախէներգո ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եւ ակնկալում ենք պատասխաններ մեզ հուզող հարցերից։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ այսպիսով մենք հայտնվել ենք էներգետիկ ճգնաժամի մեջ։ Այս պահին ինչ ռազմավարություն է գործի դրված հաշվի առնելով ճգնաժամի իրավիճակը։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այս պահին մենք իրավիճակային լուծումներ ենք տալիս, հենց ասեմ։ Իրականում էներգետիկ ճգնաժամ է հանրապետությունում եւ գազամատակարարման խափանման հետ կապված ամբողջ բեռը էներգետիկ համակարգի ընկած է էլեկտրական ցանցերի վրա։ Ինչպես տեղյակ եք բոլորս, մեր միակ օդային գիծը վթարված է Հայաստանից ցնցվող եւ մենք անցել ենք մեր տեղական ռեսուրսների օգտագործման հույսին։ Շատ սուղ է։ Այդ ռեսուրսները բնականաբար սահմանափակ են եւ տեղական արտադրանքը չի բավարարում, որպեսզի սպառման պահանջարկը լրիվությամբ ապահովի։ Դրա հետ կապված հենց առաջին իսկ օրվանից որոշում ա կայացվել կազմել ժամանակացույց եւ անցնել հովարային անջատումների, որպեսզի կարողանանք մենք այդ բեռը, որ չի հերիքում, որպեսզի արտադրող կայանը հանել սպառումից, հենց եթե կարճ բացատրեմ։ Եվ այսօրվա դուրսությամբ մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել։ Կախված նրանից, թե ինչքանով հնարավորություն ունի արտադրող կայանները էլեկտրաէներգիա մատակարարի, մենք ժամանակացույցերում համապատասխան փոփոխություններ ենք մտցնում, դրա հետ կապված, որ մենք բարբերաբար փոփոխություններ ենք մտցնում եւ ըստ հաշվարկների հանում համապատասխան չափի բեռը։ Ըստ երևույթին վերջին շրջանում, ինչ սկսել են հովհարային անջատումները, մեր ազգաբնակչությունը մեծապես կախման մեջ է ընկել ձեր հայտարարություններից, ընկերության կողմից արվող հայտարարություններից իհարկե, եւ մեր օրը պլանավորում ենք, մեր կենցաղային գործերը պլանավորում ենք համապատասխան դրա։ Ինչ ծանրաբեռվածությամբ եք դուք աշխատում, ինչպես եք կարողանում դուք այդ հարցերը կարգավորել եւ արդյոք բողոքների հաճախ եք հանդիպում այս իմաստով։ Բնականաբար բողոքների հաճախ ենք հանդիպում եւ դա բնական է երևի, որովհետեւ անգամ եթե օրվա 24 ժամի մեջ գոնե 1 ժամ մարդուն հոսանք չի մատակարարում, էլեկտրաէներգիա չի մատակարարում, արդեն իսկ բողոքի կապված ու նաև այս իրավիճակում բոլորս նյարդացված ենք եւ այլն, այդ ամբողջը բնականաբար ազդում է։ Համակարգը աշխատում է 24 ժամյա ռեժիմով, գերծանրաբեռնված, հատկապես խիստ ծանրաբեռնված է Ստեփանակերտի կենտրոն մասնաճյուղը։ Փորձում ենք մենք հնարավորինս ժամանակին տեղադրել հայտարարություններ եւ զգուշացնել անջատումների մասին, ոչ միշտ է իհարկե ստացվում այդ ամենը, որովհետեւ կախված է մի շարք բաղադրիչներից։ Ես նշեցի, որ մեր ժամանակացույցերը կախված են արտադրող կայանների հնարավորությունից։ Եվ ասենք եթե վերցնենք Սարսանգի ջրամբարը, որը հիմնական լոկոմոտիվն է այսօրվա դրության հանրապետության էներգետիկ համակարգի, իր արտադրության հնարավորությունները կախված են իր ջրի նիշից, ինչ մակարդակի վրա է այդ պահին ջուրը։ Դրանից ճնշումից եւ այլից կախված ինքը կարողանում է արտադրել այսքան կամ այսքան էլեկտրաէներգիա։ Եվ դրա հետ կապված մենք գրեթե յուրաքանչյուր օր ստիպված ենք լինում համապատասխանել հովհարային անջատումների գրաֆիկները դրանով է պայմանավորված, որ միշտ չի որ ստացվում է մենք նախապես հայտարարենք, չնայած այս վերջին 2 օրը մենք փորձեցինք արդեն իսկ կարգավորել եւ այսօր բավականին իմ կարծիքով շուտ տեղադրեցինք վաղվա օրվա անջատումները եւ մարդիկ արդեն իսկ կարող են պլանավորել իրենց աշխատանքները։ Այո, կարծում եմ բավականին օպերատիվ է աշխատանքը եւ չնայած էլի բողոքներին, կարծում եմ մեծ մասն էլ բնակչության շնորհակալ է ձեզ ձեր աշխատանքի համար, որովհետեւ իսկապես պատկերացնում ենք այդ ծավալը ու նաեւ այն ծանրաբեռվածությունը, որի միջով դուք անցնում եք ու գրաֆիկը հաճախ փոփոխվում է, խմբերը, հա, դուք խմբերով եք տեղադրում, հաճախ փոխվում են 3 խումբ, 4 խումբ է դառնում, հասցեներ են փոփոխվում
բնականաբար խմբերի հետ կապված պատահում է, որ հասցեների հետ կապված խնդիրներ են առաջանում եւ արդյոք գործում են համապատասխան հեռախոսահամարներ թեժգից, որոնցով մեր բնակիչները, սպառողները կարող են կապվել եւ ճշգրտել նման հարցեր։ Բնականաբար հարցեր լինում են, բավականին մեծ բազա է բաժանորդների բազան եւ երևի բնական է, որ անճշտություններ տեղի են ունենում, բայց այս մի քանի օրվա ընթացքում, շաբաթվա ընթացքում հնարավոր եղավ բավականին մեծ շտկումներ անել, բավականին լավ վիճակում է հիմա գտնվում իմ կարծիքով մեր հասցեների բազան։ Իհարկե ճշտումները երևի էլի գոյություն ունեն։ Մենք հետադարձ կապ ունենք բաժանորդների հետ եւ հեռախոսակապի միջոցով կենտրոն մասնաճյուղի հետ կապված եւ սոցիալական ցանցերի միջոցով բարբերաբար դիմում են այս կամ այն հասցեն բացակայում է կամ կրկնվում է երկու խմբում եւ այլն, փորձում ենք այդ ճտկումները անել։ Բացի դրանից մենք խոսեցինք նրա մասին, որ խմբերը փոխվում են, խմբերը փոխվում են նախ նրա հետ կապված, որ ես ասացի, որ բերի հաշվարկի հետ կապված, երկրորդն էլ մենք պիտի հաշվի առնենք, ուզում եմ որ բնակիչները հասկանան ինչ ունենք մենք փոփոխությունները։ Մենք պիտի հաշվի առնենք մի շարք հանգամանքներ, դա եւ ջրերի հետ կապված խնդիրներն է, Ստեփանակերտի խմելու ջրերի հետ կապված, հացի գործարաններ եւ այլ բժշկական օբյեկտներ, այսինքն մենք այդ կարևորագույն օբյեկտների հետ առանձին աշխատում ենք եւ լինում է որ այս կամ այն գրաֆիկը իրանց համար ընդունելի չի լինում, մենք ստիպված ենք լինում օրինակ իրանց տեղափոխվել մեկ այլ խումբ, դրա հետ կապված փոփոխություններ է կատարում խմբերում, այսինքն կամայական չեն այդ փոփոխությունները կախված են մեր աշխատանքի բնույթից եւ օրվա հրամայականից, հենց կարելի է ասել։ Որքանով է օրինակ այդ էներգիայի սպառման դիմաց վճարումների համակարգը կապված նաեւ մատակարարման հետ, այսինքն եթե չեն վճարում արդյունքում ինչ է լինում, եթե վճարում են, գուցե դրանից նաեւ համակարգը շահում է։ Եթե խոսեցինք վճարումների մասին, իրական բավականին կարևոր թեմա է։ Մեր բոլոր մուտքերը գոյանում են էլեկտրաէներգիայի վճարումներից։ Եվ բնականաբար վթարաբերականգնողական աշխատանքների վրա ծախսվող նյութերը գոյանում են այդ գումարներից, որը մենք գանձում ենք բաժանորդներից։ Բացի դրանից մեր աշխատակիցների աշխատավարձերը եւս գոյանում են այդ գումարներից, այսինքն օր ու գիշեր աշխատող աշխատակիցներ ունենք, մենք աշխատակիցներ ունենք, որ վերջի 4-5 օրվա ընթացքում կարող է 3-4 ժամ հասցրել են տուն գնան կամ չեն հասցրել։ Դրա համար օգտվելով առիթից կուզենայի կոչ անել մեր քաղաքացիներին հնարավորինս շուտ իրանց մարումները անել դեկտեմբեր ամսվա մասին է խոսքը, որովհետև այդ գումարներից է գոյանում այդ հնարավորությունը, որ այսօրվա էլեկտրական ցանցերը օգտագործում է ցանցի պահպանման համար։ Ես հասկանում եմ, որ դժվար ժամանակահատված է, բայց մենք պիտի միասին անցնենք այդ ճանապարհը, միասին փորձենք այս դժվարությունները հաղթահարենք։ Խոսեցինք նաև ռիսկերից։ Ես երկու հարց միաժամանակ տվեցի դրա համար։ Խոսեցինք նաև ռիսկերից։ Ինչ վերաբերում է ռիսկերին, ես ասացի, որ մեր աշխարհները էլեկտրաէներգիայի սահմանափակ են։ Եվ դա է կարևորագույն ռիսկը։ Եվ ինչքան մենք փորձենք խնայողաբար օգտագործենք այդ սահմանափակ ռեսուրսը, այդքան երկարատև կլինի գոնե այս 6 ժամյա անջատումը օրական։ Մեր հիմնական ռիսկը է դա։ Մենք նախորդ անջատումներն էլ ա եղել 6 ժամյա, սակայն մենք բաժանել ենք այս անգամ 3 մասի։ Դրա տրամաբանությունն էլ բացատրեմ, երևի հետաքրքիր կլինի բոլորին։ Ուրեմն ինչքանով երկար ենք մենք անջատումը պահում, այդքանով դրանից հետո համակարգը ծանրաբեռնում է, այսինքն եթե 3 ժամ ենք մենք անջատում, տները ցրտում են, ասենց ասեմ, եւ ստիպված հենց հոսանքը տալիս են բոլորը ինչ ունեն միացնում են միանգամից ու համակարգը չի դիմանում։ Այո։ Եվ բաժանորդներից կար հետադարձ համապատասխան ցանկություն, որպեսզի մենք ավելի կարճացնենք անջատման ժամերը եւ մեզ այս իրավիճակը ավելի ձեռնտու մենք հաշվարկեցինք, որ օրվա ընթացքում չնայած անցել են 24 ժամյա անջատման ռեժիմների, գիշերն ենք հիմա անջատում, բայց ավելի հարմար է եւ բաժանորդին, կարծում եմ, եւ նաեւ ցանցին ավելի թեթեվացել է բեռ ցանցի վրա
Այսինքն չի հասցնում էլի սառի ջերուցումը ավելի հեշտ է իրականացվում։ Իսկ գիշերային ժամանակահատվածում ավելի երկար ժամանակով անջատումները կարող են ավելի ցերեկը հնարավորություն տալ ավելի երկար ունենալու հոսանք, թե դեռ։ Նայեք, այդ հարցը շատ է բաժանորդների մոտ առաջանում, ինչու չենք մենք գիշերը անջատում։ Մենք ունենք պիկ ժամեր, երբ որ բեռը բարձր է լինում։ Մենք չունենք այդքան արտադրանք, որպեսզի այդ բեռը կարողանանք ապահովենք։ Այսինքն այդ պիկ ժամերը հիմնականում դա ցերեկային ժամերն են եւ հիմնականում 6-ից 11 ընկած ժամանակահատվածն է, բայց ցերեկը եւս չի կարող համեմատվի գիշերվա ժամի հետ։ Այսինքն գիշերվա բեռը այնքան է ցածր, որ մենք անգամ եթե լրիվությամբ հոսանքազրկենք, մենք հատուկ բան չենք շահում։ Մենք ցերեկն է պետք բեռնաթափել, որպեսզի հիդրոէլեկտրակայանները կարողանան իրենց արտադրանքով մնացած սպառումը ապահովել։ Դրա հետ է կապված, որ մենք գիշերվա ժամին ավելի շատ անջատման կարիք այս պահին չունենք։ Այս պահին առաջարկում եմ ընդհատել մեր զրույցը ձեր գրաֆիկից հետևելուց զատ, նաև հիթ թեմաներից է, այսպես ասած, կտրոններով, ցավոք սրտի, կտրոններով առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերումը եւ իմ գործընկերուհին Տաթևը տեսանյութ է պատրաստել այս մասին։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով հանրապետությունում առաջացել է հումանիտար ճգնաժամ, որն արտահայտվում է առաջին հերթին առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակների սղությամբ։ Զնդամթերքի վաճառքի եւ ձեռքբերման համար տրամադրված հատուկ կտրոնների միջոցով կարող են գնել սահմանափակ քանակությամբ ձեթ, շաքարավազ, հնդկաձավար, բրինձ եւ մակարոնեղեն։ Մենք որոշեցինք ստուգել, թե ինչպես է աշխատում նորաստեղծ մեխանիզմը։ Այս նշված ապրանքատեսակները լինելու են Ղարաբաղի ամբողջ տարածքում, թե գյուղերում, թե համայնքներում, թե մայրաքաղաքում։ Ուզում որպեսզի բոլոր մարդիկ իմանան, որ դիզվառելիքի խնդիր կա, չեն կարողանում թե գազի հետ կապված, թե բենզինի հետ կապված խնդիրը որ կա, մարդիկ գնումներ կատարեն իրենց համայնքներից, այսինքն կարիք չկա գյուղարանքի ժողովուրդը գա հասնի Ստեփանակերտ ու համ հերթ գոյացնի, համ էլ վառելիքը վերջացնի։ Դե ինչ, այս ամիս էլ ապրեցինք։ Բարեկամներ, տաղավարում շարունակում եմ զրուցել Արցախէներգո ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի հետ։ Պարոն Գաբրիելյան, հասկացանք, որ ցանցը շատ մեծ լարվածությամբ է աշխատում եւ վթարները բնականաբար անխուսափելի են։ Այս ընթացքում այդ առումով ինչ է գրանցվել եւ ինչից պետք է զգուշանալ, ինչպես զգուշանալ կամ գոնե։ Երևի սկսեմ սկզբից հենց բավականին շատ է վթարները, հատկապես Ստեփանակերտ քաղաքում, եւ վթարները շատացել են գազամատակարարման խափանման հետ զուգահեռ։ Այսինքն, երբ որ գազամատակարարումը նորմալ է եղել եւ ջեռուցման մի մասը բեռ ընկել է գազի վրա, այս պահին, քանի որ գազամատակարարում չկա, ամբողջովին մարդիկ ջեռուցում են էլեկտրաէներգիայով, մենք ճիշտն ասած ունեցել ենք փորձ մարտ ամսին նախորդ տարվա, երբ որ գազամատակարարումը չկար եւ էլի բեռը ցանցի վրա եղել, բայց այն ժամանակ մենք ունեցել ենք Հայաստանի սնուցողոթային գիծը եւ այսպիսի վիճակում երբևիցե մեր ցանցը չի եղել, բայց հաշվի առնելով մարտ ամսվա դեպքերը մենք նախապատրաստվել ենք եւ մի շարք աշխատանքներ ենք իրականացնել Ստեփանակերտ քաղաքում։
մի շարք վերակառուցման աշխատանքներ եւ ենթակայաններում եւ օդային գծերում։ Եվ եթե այդ աշխատանքները կատարված չլինեին, համոզված եղեք, որ գոնե այս անջատումներն հնարավոր չէր լինի անել։ Այսինքն միանգամից համակարգը Այո, համակարգը միանգամից մի շարք ուղղություններով ուղղակի կպայթեր, ասես կարելի է ասել։ Մենք մի շարք սարքավորումներ ենք նոր տեղադրել եւ օդային գծերում բավականին փոփոխություններ են կարել եւ կարելի է ասել, որ բարձրավոր օդային գծերում մենք այսօրվա դրությամբ վթարներն ընդհանրապես չենք արձանագրում։ Հիմնական վթարները տեղային վթարներ են 0.4 օդային գծերում, այսինքն այն հատվածներում, որոնց որ ենթակայանից սնուցումը գնում է դեպի բաժանորդի, դեպի բազմաբնակարան շենքեր հիմնական։ Այդ մալուխները եւ հաղորդալարերը, որոնք սնուցում են այդ բաժանորդներին, հաշվարկված են միջինացված տարեկան բեռի մոտավորապես 1.5 անգամ ավելին։ Սակայն գազամատակարարման բացակայության պատճառով այդ քանակը 2.5 անգամ ավել, ասենց որպեսզի հասկանալի լինի, էլի։ Ու բնականաբար այդ մալուխները չեն դիմանում, պայթում են։ Դրա հետ կապված մի շարք դժգոհություններ առաջանում բաժանորդների մոտ։ Հաճախակի լինում է, երբ որ հովարային անջատման տակ ընկած բաժանորդը հենց որ հոսանքը տալիս են, եկել իր մոտ վթարը արձանագրվում եւ ինքը խոսքի 2 ժամը փոխարեն 3-4 ժամ կարող է առանց հոսանք մնալ։ Ինչ է կախված բաժանորդներից։ Հիմա դրա համար եմ այսքանը պատմում։ Բաժանորդից ինչ է կախված։ Ես խնդրում եմ ուղղակի բոլորին, որպեսզի իրանք պլանավորեն իրանք տան աշխատանքները։ Նույն հիմնականում իհարկե դա կանանց է վերաբերվում, այսինքն ճաշեփել, տունը տաքացնել, լվացքանել, չգիտեմ, աման լվանալ, եթե մեքենայով են լվանում։ Այդ բոլոր աշխատանքները հարթուկել եւ այլն, այդ բոլոր աշխատանքները զուգահեռ չկատարել։ Ուղղակի խնդրանքս է դա։ Եթե հնարավոր է պլանավորեն, որպեսզի բոլոր էլեկտրական սարքերը միանգամից չմիացնեն։ Միացնեն հերթով, մեկը որ արել են անջատեն, մյուսը միացնեն, որպեսզի համակարգը դիմանա։ Հակառակ դեպքում եւ իրենց հոսանքն է գնում եւ իրանց հարևանների հոսանքն է գնում։ Պատճառ են դառնում։ Փաստորեն տենց է ստացվում։ Բացի դրանից, որ իրանք դրանով խնայում են էլեկտրաէներգիան, այդ պահին բեռը այդքան բարձր չի լինում։ Նաեւ վթարների քանակն է նվազում բնականաբար։ Այս իմաստով նաև շատ բաժանորդներ, շատ բնակիչներ, այսպես խոսում են, բողոքում են, որ չի բավականացնում հոսանքը, որպեսզի ինչ-որ սարքավորումներ միացնեն, ասենք լվացքի մեքենան կանգնում է ընթացքում, հզորությունը չի ներում, որպեսզի աշխատեցնեն եւ շատ սարքեր նույնիսկ շարքից դուրս են գալիս։ Ինչ կարող ենք խորհուրդ տալ, ինչպես վարվեն սարքավորումների հետ, որպեսզի չփչացնեն եւ սարքավորումները եւ ինչ որ իմաստով նաեւ ներքին անվտանգությունը պահվի, հա։ Որոշ չափով մենք լարման խնդիր ունենք, համակարգային խնդիր է որոշ տեղերում։ Այդ էլ է կախված, ճիշտ ասած, բեռերի հետ։ Ինչ վերաբերում է էլեկտրական սարքավորումներին, մեր անջատումներից եւ միացումներից սարքավորում չի կարող շարքից դուրս գալ։ Սարքավորումը շարքից դուրս է գալիս, եթե գերլարումներ առաջանում, այսինքն լարումը բարձրանում է, իջնում է եւ այլն։ Բայց քանի որ մենք ենթակայանից ենք անջատում եւ միացնում, հոսանքի տատանումները այդ պահին չեն առաջանում եւ կարող են մարդիկ հանգիստ լինել դրանից։ Կարիք չկա նախապես անջատելու։ Ոչ, նման խնդիրներ չի կարող առաջանալ։ Շատերը այսօր նաև որպես այլընտրանքային միջոց հիմնականում ջեռուցում ապահովելու տանը փայտով վառարաններ են արդեն սկսել տեղադրել։ Եթե սրանք մասշտաբային լինի, հա, սա արդյոք կօգնի թեթևացնելու ծանրաբեռվածությունը ցանցին։ Ես քիչ առաջ նշեցի, որ մեր բեռի մի զգալի հատված ընկնում էր գազամատակարարման վրա, քանի որ մարդիկ ջեռուցվում էին գազով։ Եթե բնական այլընտրանքային ինչ-որ մեթոդով մարդիկ կարողանան ջեռուցվել, էլեկտրական ցանցերի վրա բեռը զգալիորեն կնվազի։ Ինչն էլ եւ արվում է, կարծում եմ, այսպես գուցե ենթագիտակցաբար, գուցե կարիքից ելնելով, բայց շատերը արդեն անցնում են դրան, ուզում եմ հասկանալ, ինչի մենք պետք է պատրաստ լինենք ապագայում։ Այսինքն այս 3 անգամյա 2 ժամով անջատումներին որքան դեռ կշարունակվեն, սա լավագույն տարբերակ է կարծում եմ մեզ համար եւ ինչի պատրաստ լինել առհասարակ։ Որքան կշարունակվեն, կախված է մի շարք բաղադրիչներից։ Կախված է մեր ջրամբարի ջրի մակարդակից, այդ
ջրամբարի ջրի ներհոսքի քանակից, կախված է մեր էլեկտրաէներգիա օգտագործման ծավալներից, այսինքն ինչքան մենք խնայենք էլեկտրաէներգիան, տաներում, թեկուզ եւ այլն, այդքան երկար կարող ենք մենք մնանք այսօրվա ժամանակացույցում։ Եվ կախված է բնականաբար եղանակայի պայմաններից։ Ինչքան եղանակը ցրտում է, այնքան բեռը բարձրանում է եւ մենք ստիպված ենք լինում ավելի շատ էլեկտրաէներգիա ծախսել։ Այսինքն բաղադրիչները բավականին շատ են, որպեսզի հստակ կանխատեսումներ արվի, դժվարանում եմ ճիշտ ասած ասել, բայց համենայն դեպս մենք հնարավորինս կանենք, որպեսզի այս գրաֆիկը դեռևս որոշ ժամանակ մնա։ Բնականաբար չի բացառվում, որ կարող է կա ժամանակը, երբ որ մենք անջատումները ավելի երկարատև անենք։ Այսպիսով ստացվում է, որ ցանկացած պարագայում այս ձևով խնդիրը միևնույն է լուծում չի ստանալու եւ պետք է հստակ քայլեր ձեռնարկել, պարզապես բանակցություններ տանելու եւ փորձելու Ադրբեջանի վրա ազդելու։ Իհարկե, միանշանակ գծի վերականգնումը շատ կարևոր հարց է, կենսական կարևորություն ունի եւ մենք պետք է փորձենք օր առաջ այդ խնդիրը լուծենք։ Դուք ձեր անձնական օրինակով ինչպես եք վարվում ձեր տանը, պատկերացնում եմ դուք այդքան ինֆորմացիային տիրապետելով տանը հավանաբար ավելի շատ եք խորհուրդներ տալիս կամ ինչպես օգտվել դուք ինչպես եք կազմակերպում ձեր առօրյան ընտանիքը։ Ես նշեցի, ինչպես նշեցի այդ ձևեր կազմակերպում։ Նախ ասեմ, որ լինում է հարցեր են լինում, իսկ ձեր տանն էլ է հոսանք անջատում կամ եւ բոլոր հանրապետությունում, ամբողջ հանրապետությունում հովարային անջատումներ են։ Չկա որևիցե բաժանորդ, ու ես ասեցի, բացի հույժ կարևոր օբյեկտների կարող է լինեն, որոնց որ մենք պիտի 24 ժամյա էլեկտրական հոսանքով ապահովենք, որպեսզի օրինակ առանցած չմնանք եւ այլն։ Մենք առօրյան կազմակերպում ենք այդ ձևով, երբ որ հոսանքը լինում է տանը, աշխատանքները իրականացվում են հերթականությամբ ըստ պլանի, sense կարելի է ասել, պլանավորված, փորձում ենք միասին չմիացնել ոչ մի սարքավորում։ Այս պարագայում որևէ մեկը արտոնություններից չի օգտվում։ Չկան արտոնյալներ չկան։ Ասենք լվաց կամ չգիտեմ, հարթուկ եւ այլն անենք առավոտյա ժամերին, իրիկվա պիկ ժամերին այդ աշխատանքները չկազմակերպել, այս ձևով։ Շնորհակալ ենք ձեր կատարած աշխատանքի համար եւ որպես ավարտ, 3 մենք հովհարային անջատման ենք սպասում հերթական ժամը 11-ին ու երբ մի քիչ ավելի շուտ է նշված ժամից անջատվում, բողոքում ենք ու մենք նստած արդեն պատրաստ սպասում ենք, որ 11-ին պետք է հոսանքազրկվենք ու ուշանում է այդ պահը, մենք անհամբեր սպասում ենք, ես ինչի հոսանքը չի անջատվում, արդեն այնքան է մեր առօրյայի մասը դառել եւ եթե այս կերպ կարծում եմ տրամադրվի բնակչությունը եւ նաեւ մնացած բոլոր խորհուրդներին հետեւի, գուցե թե ինչ որ չափով ավելի կերկարացնենք ջերմանալու եւ լույս ունենալու մեր հնարավորությունը։ Շնորհակալություն ձեզ։ Այսքանը սիրելի հեռուստադիտողներ, դիտենք առաջարկվող տեսանյութը, որտեղ պատմվում է հոմի գործունեության մասին, իհարկե շրջափակման պայմաններում, իսկ մենք կհանդիպենք։